իհարկե անվտանգությունը համար առաջի հարցն է, անվտանգությունը ապահովելու դեպքում նոր երկիրը սկսում է զարգանալ։ Անվտանգությունը ապահովելու համար լավ բանակ է պետք, ուժեղ բանակ է պետք, իսկ բանակը պետք է պաշտպանված լինի մի քանի փաստերի հիման վրա՝ արտաքին քաղաքականություն եւ ներքին քաղաքականություն։ Արտաքին քաղաքականության մասին հիմա ես չխոսեմ, խոսեմ ներքին քաղաքականության մասին, որը պետք է պաշտպանի բանակը, որպեսզի բանակը կարողանա պաշտպանի պետությունը, սահմանները։ Ու մեծ դերակատարում պետք է ունենա քաղաքապաշտպանությունը, իհարկե քաղաքապաշտպանությունը համար առաջի թիկունքը ապահովող ծառայությունը պետք է լինի, որը պետք է կազմակերպված լինի պետական կառույցների հիմքերի վրա։ Պետք է լինի մի հատ կոնկրետ ծրագիր, որը որ ցավոք սրտի Հայաստանը ոնց որ թե չունի, ու այս ծրագրի հետ կապված ես պետք է կոչ անեմ, խնդրեմ ժողովրդական աշխարհազոր անդամագրվող մեր հայրենակիցներին, ովքեր անդամագրվում են, ըստ իրենց մասնագիտության փորձեն իրենց խորհուրդներով, իրենց առաջարկներով օգնել մեզի, որպեսզի կարողանանք այս պարոն Կարապետյանի ասած այս բուրգը ձևավորենք։ Տեսեք, պատերազմը Արցախից տեղափոխվել է արդեն Հայաստան եւ շատ մոտիկ է Երևանին։ Մինչև Երևան կա երկու հատ խոշոր քաղաք՝ Արարատ, Արտաշատ, Երևան, իսկ բռանի տեխնիկայի համար մարշ բռացոկը մոտ 60 կիլոմետր տարածություն է, բաց դաշտ, լեռնային չի, մայրաքաղաքին ինչ է պետք։ Պետք է քաղաքապաշտպանություն։ Քաղաքապաշտպանության համար այս ստեղծված բուրգի մեջ ես կարծում եմ պետք է մեծ նշանակություն ունենա։ Իհարկե պատերազմը սկսվելու ժամանակ ցանկացած համայնք ղեկավարում է զինկոմը, օրենքով պետք է կոմիսարը լինի ղեկավար եւ պետք է տվյալ համայնքի ղեկավարը ենթարկվի զինկոմի։ Զինկոմը պետք է կառավարի եւ համայնքը, եւ ոստիկանությունը, եւ ԱԱՑ-ն, տեսեք, մեր համայնքներում ԱԱՑ-ի կաբինետ կա, մի քանի հոգի նստած, այսինքն թրաշված գալուստուկով տղեկ են, լավ փող են երևի ստանում, ինչով են զբաղված չգիտենք։ Բայց թիկունքը ապահովելու համար պետք է ամբողջությամբ գրանցված լինեն ինժեներները, բժիշկները, այստեղ նագրուսկեն մենակ բանակի վրա թողում ենք, ասում ենք պահեստազորը գնաց, կռվեց, կոտորվեց, 44 օրյային ես վկայություն եմ տալի։ Ես հիմա վկայություն եմ տալի։ 44 օրյային բանակը անտեր էր մնացել։ Հարավում բանակը անտեր էր մնացել։ Մենակ ժողովուրդն էր օգնություններ ուղարկում, այն էլ երբ որ տարածքում են գնում էին շրջապատման մեջ, այդ սնունդն էլ չէր հասնում։ Սկսած տեխնիկայից, սկսած կապի միջոցից, սկսած բժիշկներից, հիվանդանոցներից, համայնքներում այս ամեն ինչը բոմբուբեժիշաներից սկսած ժողովրդի հետ աշխատել է պետք, ժողովրդի սովորացնել է պետք, պատրաստել է պետք։ Բոլորը չեն ֆրոնտ գնում, թիկունքում էլ են մասնագետներ պետք, որ բուժքույրեր են, բժիշկներ են, պետք է տվյալ հիվանդանոցներում ըստ օրենքի համապատասխան, ըստ մասնագիտության գնան ծառայություն անեն։ Ես չգիտեմ, օրինակ մեր նման պառավացները, կիսաինվալիդները, որոնք արդեն շարային ծառայության ենթակա չեն, պետք է ժողովրդի հետ կարողանան աշխատանքներ անեն։ Քաղաքապաշտպանությունը շատ կարևոր դեր է, բանակի թիկունքը պետք է ապահովի։ Պետք է համայնքի ղեկավարը իմանա, որ շինանյութի խանութում ինչ շինանյութ կա, քաղաքը պաշտպանելու, չգիտեմ, սկսած այդ պարկերը ավազներով, այդ ավտոդողերը,աբառանեծելնի լինիաները, ամեն ինչը։ Էսի լուրջ աշխատանք է, որ Հայաստանում Երևան քաղաք համայնքը, գոնե ես ծանոթ եմ Երևան քաղաքի, Արարատում, Արտաշատում, մյուս քաղաքներում չգիտեմ։ Երևանի քաղաքապետը հաստատ չի կարալու ոչ համագործակցի, ոչ էլ ցանկություն ունի, որ կարողանա տեղում կազմակերպի, բանակին օգնի, որ ենթարկվեն զինկոմին, զինկոմը զեկուցի համապատասխան հանրապետության զինկոմին, հանրապետության զինկոմը գենշտաբ, գենշտաբը կարողանա կառավարի։ Եթե բանակը թիկունքը ապահով չէ, բանակը ինչքան ուզում ենք բերեք
ամենավերջի տեխնոլոգիաներով, ամենալավ զենքերով, ամենալավ պարապած զորքով, մեկը սպառվում է, թիկունքը եթե ապահով, մատակարարումը, թիկունքը չապահովեցիր, բանակը շատ կարճ ժամանակ հետո վերջանալու է։ Ես կուզենայի եւ կոչ, եւ խնդրանք, որ մեր ազգաբնակչությանը կարանանք արթնացնենք, որովհետեւ բոլորս խոսում ենք, որ ամեն րոպե կարա մեծ պատերազմ լինի տարածաշրջանում, իսկ պատերազմը ամեն րոպե կարա հասնի Երևան մայրաքաղաք։ Մերպես երկրի մասին մտածող մարդիկ պետք է փորձեն կազմակերպեն, պարոն Բազյանը, պարոն Կարապետյանը, պարոն Վարդանյանը, այստեղ բոլորս էլ սպա ենք, բոլորս էլ ճանապարհ ենք անցել, մեկս աշխարհազորում, մեկս բանակում, ով որտեղ ինչի ընդունակա, պետք է այս ամեն ինչը կազմակերպված ամեն մարդ իր տեղում լինի։ Եթե ամեն մարդ իր տեղում չլավ, պարտությունները դարերով եկած պարտությունները շարունակություն ունենալու։ Շնորհակալություն։ Խնդրեմ, պարոն Ավետիսյան, իհարկե կարելի է խնդրեմ։ Ուրեմն դուք ասեցիք այդ անվտանգության ոլորտում, ասենք թե բանը բոմբոուբեժիշյաններ ոնց որ ասեցիք, չէ, հիմա վերել են, իրանք չեն ուսումնասիրում ընդհանրապես ինչա կատարվում, որ վերել են պրես լիստեր են կախում բազեզների մոտ, թե ինչ բնակիչները ինչ պետք է անեն, եթե ասենք թե օդային տագնապ է, մեր բազեզնում կախել են, որ մենք պետք է իջնենք նկուղ, մեր շենքը նկուղ չունի, հասկանում, իրանք նկուղ չկա, առաջի հարկից ներքև նկուղ չկա, պատվալ չկա, ոնց որ ասած է, ուր իջնենք, իրանք չեն է ուսումնասիրել, հասկանում եք, գոնե շենք, արշենք, որտեղ այդ մարդիկ գնան, կարային ասեն, դիմացի շենքի ասենք նկուղ, չեն ուսումնասիրում, այդ այնքանով, որ այդ փողը դուսագրվել, դրանք կախվում են բազեզներում, ոչ մի բանի չի բերում։ Հա, ազդանշանը կգա, մարդիկ կլսեն ազդանշանը, մենք դաժե չենք էլ լսել այդ ազդանշանը։ Այո, այո։ Ես կուզենայի նաև ավելացնել, տեսեք, ես խոսքի մեջ ասեցի, չէ, տեղական ինքնակառավարման շենքերում, թաղապետարաններում բանում կա ԱԱՑ-ի գրասենյակ մի քանյակի։ Հիմա թիկունքը ապահովելով մենք մեծ խնդիր ունենք։ Ջվերշոն խմբեր կան Հայաստանում, լիքեր լցված, գնում են Ծիծեռնակաբերդում, գորշ կայլեր են նկարանում, ես չգիտեմ ինչեր են անում, ու այսքան վստահ պետք չի լինել, էլի, մենակ բանակին թողենք այս նագրուսկայի մեջ, ուստեղ տերորիստական խմբեր սկսեն աշխատել։ Մենք արտաքին ռազմետկա, արտաքին հետախուզության պետ ունենք, կամ էլ չունենք, չգիտեմ ոնց ասեմ, որ ավելի սիրուն լինի։ Այս բոլոր մանր հարցեր են, որ մասնագետները պետք է նստեն, քննարկեն, բայց առանց երկրի իշխանության կազմակերպելը հնարավոր չի։ Այո։ Սա անհնար է, սա պետք է կոնկրետ իշխանություն գա, նստի մանրամասն եւ շատ արագ եւ որովհետեւ ամեն րոպե է հասունանում երկրի վրա վտանգ է։ Շնորհակալություն։